Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6: Մարմնի ճրագը աչքն է, եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որչափ ևս առավել: Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարի: Չեք կարող ծառայել Աստծուն և Մամոնային: Դրա համար ասում եմ ձեզ, ձեր կյանքի համար հոգ մի արեք, թե ինչ պիտի ուտեք կամ թե ինչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ՞ որ կյանքը ավելին է, քան կերակուրը, և մարմինը, քան զգեստը: Նայեցեք երկնքի թռչուններին, ոչ վարում են, ոչ հնձում և ոչ էլ շտեմարանների մեջ հավաքում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց, չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք: Եվ արդ, ձեզնից ով կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Եվ հագուստի համար ինչու եք հոգս անում: Նայեցեք վայրի Շուշանին, ինչպես է աճում, ոչ ջանք է թափում և ոչ հյուսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից մեկի նման: Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքան ևս առավել ձեզ, թերահավատներ: Այսուհետև հոգ մի արեք ու մի ասեք ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում: Քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այս բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այս բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար: